ինչ է տեղի ունենում եւ որ նպատակով են հավաքվել այստեղ։ Նախ ասեմ, որ այսօր փախստականների միջազգային օրն է եւ հենց այդ օրվա խորհուրդը նկատի ունենալով այսօր հավաքվել ենք այստեղ իրականացնելու ակցիա եւ ակցիայի ժամանակ ՀՀ կառավարությանը փոխանցելու իմ կողմից օրեր առաջ Facebook-յան հարթակում տեղադրված բացի նամակը, որի հիմնական բովանդակությունն էր, որպեսզի Հայաստանի Հանրապետության կառավարությունը ստեղծի այնպիսի բարենպաստ պայմաններ տեղահանվածների համար, որ նրանք դուրս գան իրենց այս պահին ստեղծված սոցիալ-տնտեսական ծանր վիճակից։ Իսկ ինչ խնդիրներ ունեն այսօր արցախցիները, տեղահանությունից արդեն տարիներ է անցել, փաստորեն Հայաստանի իշխանությունները ըստ պատշաճի չեն իրականացնում աջակցությունը։ Ճիշտ դիտարկում արեցիք, տարիներ են անցել, որովհետև Հայաստանի Հանրապետության կառավարությունը ոչ միայն 23 թվականի տեղահանվածներին պետք է համարի տեղահանված, այլ նաև բոլոր ծրագրերը, որ իրականացնում է, պետք է ընդգրկվեն այդ ծրագրերում նաև 20 թվականի տեղահանվածների։ Իհարկե որոշակի փոփոխություններ եղան վերջին շրջանում, բայց կոնկրետ օրինակ զբաղվածության ծրագրերում, որոշակի ծրագրերում այնուամենայնիվ այդ տարանջատումները տրվում են։ Սա մի կողմ դնելով ասենք, որ այո, Արցախահայությունը արդեն 5-րդ տարին է, որ տարբեր թվով անձինք համարվում են բռնի տեղահանվածներ, ունեն բազմաթիվ խնդիրներ եւ այդ խնդիրները առ այսօր լուծում չեն ստանում։ Հիմնական պատճառն այն է, որ մարդիկ չունեն հիմնական կացարան եւ սա շատ լուրջ խնդիր է։ Իսկ այսօր Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի շուկան ուսումնասիրելով մենք տեսնում ենք, թե ինչ վիճակում է գտնվում ընդհանրապես ինչ շեմ է բնակվարձի համար սահմանված եւ մարդիկ, ովքեր այս ընթացքում ստանում էին բնակվարձ ու այլևս շարունակեն ստանալ, մենք հասկանում ենք, թե ինչ խնդիրների առաջ կարող են այդ ընտանիքները Հայաստանի կառավարությունը ասում է, եկեք Հայաստանի քաղաքացիություն ստացեք, ինչի չեք ստանում։ Դա ընդհանրապես բնակվարձի հետ որևէ կապ չունի եւ յուրաքանչյուր տեղահանված ինքն է որոշում ստանա քաղաքացիություն, չստանա քաղաքացիություն, այսինքն սա մեկ այլ հարց է, որը չպետք է դիտարկել բնակվարձի շրջանակում։ Իհարկե նրանք դրան զուգահեռ ներկայացնում են բնակապահովման ծրագիրը, սակայն եթե բնակապահովման ծրագիրը լինի այնքան կիրառելի, այնքան մատչելի, հասանելի բոլորին, որ մարդիկ օգտվեն այդ ծրագրից, իհարկե մարդիկ կօգտվեն։